Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում։ Ո՞նց եք նայում այդ։ Շատ վատ, ես շատ հայրենասեր եմ, շատ վատ եմ նայում ամեն ինչի։ Եթե մեքենա ունեք, օգտվեք, ունենաք։ Չէ, չեմ օգտվի։ Ես աշխատում եմ ոտով քայլեմ։ Չէ, չեմ օգտվի, որտեղ դա ամոթ է։ Թուրքի հետ չի կարելի բարեկամանալ։ Թուրքը մեր թշնամին է, всё։ Ինչպես Ղարաբաղում, որ բլոկադայի ենթարկեցին, հիմա այդ բենզինը կմատակարարեն, կախվածություն կառաջացնեն Հայաստանին, Ադրբեջանի նավթից, Ռուսաստանի հետ հարաբերությունները կփչացնեն ու կշրջափակեն Ղարաբաղի նման։ Ադրբեջանը բենզինը չի տա, մյուս բաները չի տա, վերջում էլ մի չանց կտան, կասեն գնացեք, ինչպես Ղարաբաղում։ Ես տենց եմ նայում կյանքին, չգիտեմ ով ոնց։ Մի հետելա, մարդիր թշնամու հետ Սկի որ Հայաստանի մեջ մի հետ լարվում ես, չես ուզում նրա հետ առնչություն ունենաց, այդքան մեր ջահելները գնացին Կորան, էլ նրանց հետ կարելի է հարաբերություն ունենալ։ Իրանց համար պետք է։ Ինձ համար պետք է կյանքում ես ադրբեջանցու հետ ոչ բարեկամություն կանեմ, ոչ հարևանություն։ Ինքան զոհ եմ տվել, որ ախպեր տղեր։ Ինձ Ադրբեջան չպետք է չէ։ Իրանա պետք է։ Ինչպես է ստացվում, որ մեր Հայաստանի վարչապետը մեր բոլոր բարեկամներին թշնամի դարձրեց։ Իսկ այն բոլոր թշնամիները, որ դարերով մեզ հետ թշնամություն էր անում, նրա հետ ուզում աննստի բարեկամություն անում։ Ես չեմ հասկանում։ Եվ ոչ միայն ես, այլ նաև մնացածները չեն հասկանում, այս ինչ իշխանություն է։ Սա այն ժամանակաշրջան է, որ նոր սերունդը, հաղթանակի սերունդը, պատերազմ տեսած կորուստներ ունեցած սերունդը չի կարող։ Առնվազն պիտի 50 տարի ժամանակ անցնի, որպեսզի նոր սերունդը ստեղծի նոր քաղաքական դաշտ, այդ դաշտի վրա կարողանան ստեղծել կապեր։ Ղարաբաղում ապրելու ժամանակ, երբ որ մեզ ստիպեցին ստղից Հայաստանից Փաշինյանի կառավարությունը ստիպեց, որ Աղդամի ճանապարհը բացենք, առևտուր անենք։ Մենք չբացեցինք։ 9 ամիս մենք ընդունեցինք շրջափակումը, մարդիկ սովամահ էին լինում, երեխան դպրոցում ուշաթափ էր լինում սովից, և մենք չբացեցինք, հիմա ինքը թշնամու հետ ուզում է Մարգարեի կամուրջը բացի առևտուր անի, ուզում է Ճիրանցում առևտուր անի, ուզում է մնացածների հետ առևտուր անի, դա չի լինի, ժամանակ է պետք, վերքը որպեսզի սպիանա։ Այ օրինակ Իջևանում 1000-ից ավել ղարաբաղցիներից եկած կան, դրանցից 800-ը սգավորներ են։ Մեր տղաների նկարները, հիշատակը, խաչքարերը վերացնում է դպրոցներից, պատմությունն է զրոյացնում, բայց մեր Ղարաբաղի ժողովուրդը այնքան սկզբունքային են, այնքան հայրենանվեր են, որ այն հույսը, որ մենք վերադառնալու ենք Ղարաբաղ, դա ինիլով է։ Պիտի քայլ առ քայլ իշխանափոխություն լինի, նոր իշխանությունները կմտածենք իշխանափոխության և ժողովուրդը ոտքի կկանգնի։ Նախ եւ առաջ մեքենա չունեմ, երկրորդն է ծիծաղալու է, էլի, ծիծաղալու է, իրոք ծիծաղալու է, չի հասել։ Եղբայր հələ հասի դու այն վիճակի, որ մեր ազգը կարողանա, ոնց ասեմ, հետները ադրբեջանցիների հետ տա առնի հələ առաջի քայլերը իրանք են, չէ՞ ախ, թե թո իրանք անեն, դրա համար եմ ասում, թե թո ճանաչեն հայոց ցեղասպանությունը, ուրիշ բան չեմ ասում, նրանք է թո իրանց գրքերից այդ հայատացությունը հանեն, որպեսզի այս ժողովուրդն էլ ասի, ախպեր, լավ հասկացանք, արա, դե այդ մարդիկ իրանք առաջի հաղթող են, առաջի քայլերը արել են, դե սպասի կռիվ ա եղել է, հիմա արեք բարիշեն, բայց չեն անում, ես ինչ ելնում է, վրաս պրասի տալնում, ասում է, հա տամ, բայց բա կռիվ չլինի, բա որ դու ծնի, որ հենց ընես տալիս ես, ով կուզի քեզի քո այդ կռիվ անի, հենց ընես ես տալիս։ Ես դրանք թշնամի պետություն է, դրանց վառելիք ինչ պետք է լինի։ Իհարկե ոչ, իմաստը որն ասենք օգտվելուն, հարստացնենք մեր թշնամի պետությանը, որ մեր դեմ կիրառեն։ Ես չեմ ընդհանրապես չեմ օգտվի, ընդհանրապես, ոնց օգտվեմ, որ իմ աղբոր երեխուն, իմ ընկերոջ երեխուն, իմ հայազգի երեխուն 10,000 երեխու տարան դրին
հողի տակ։ Ես եթե եմ դրան փող տամ, հələ հիշեք մի հատ հետ գնացեք նայեք մեր Վարդան Սարգսյանն ինչ ասը։ Եթե մենք մեր բանակը չպահենք, հետո ուրիշի բանակն ենք պահել։ Այսօր այսինքն մենք ուրիշի բանակն ենք պահում։ Չէ, ինչ օգտվեմ։ Որ հələ մի բան էլ թանկարխի օգտվենք։ Հենա Ռուսաստանից թողերի վաճառել Ռուսաստանից։ Որ գազը Ռուսաստանից կգա, Պարսկաստանից կգա հեղուկ գազը։